Բարի կեսօր, Փառք Աստծո, որ Աստված կյանք տվեց մինչև այսօր է, մի շաբաթ էլ տվեց։ Եկանք իր ներկայության վայրը եւ ուզում ենք սովորել Իրանից եւ իր օրհնությունը ստանալ։ Արդեն հասել ենք 7-րդ դասը, այս գրքի, որ կոչվում է հայտնություն երեք հեշտակների լուրը եւ որը գրել է Մարկ Ֆինլին։ Եվ այս դասը կոչվում է երկրպագել արարչի։ Արդեն մի քանի դաս մենք կենտրոնացել ենք մեկ համարի վրա հայտնության, որովհետև մի քանի լուր է կարծես այդ համարի մեջ պարունակված։ Անցած դասերին մենք սովորեցինք, որ ինչ է նշանակում վախենալ Աստծուց, այսինքն հայտնություն 14:7-ում, որ ասում է վախեցեք Աստծուց ու փառք տվեք նրան, որտեղ նրա դատաստանի ժամը եկել է եւ երկրպագեք երկինքն ու երկիրը ծովն ու ջրերի աղբյուրներ ստեղծողին։ Ուրեմն մենք սովորեցինք, թե ինչ է նշանակում վախենալ Աստծուց։ Մենք սովորեցինք ինչ է նշանակում փառք տալ նրան եւ իմացանք, որ պիտի իր դատաստանը լինի եւ իմացանք, որ այդ դատաստանը ոչ միայն վերաբերում է մեզ, այլև իրեն, որ ինքը արդարանալու է ամբողջ տիեզերքի առաջ սատանայի մեղադրանքներից եւ նաեւ անցած դասին իմացանք, թե դատաստանը երբ է լինելու։ Հետաքրքիր է, որտեղ այստեղ ասում է ժամը եկավ դատաստանի եւ Աստված Դանիել գրքի մեջ մեզ թողել է մարգարեությունը, որի մենք իմացանք, թե երբ է սկսվում դատաստանը։ Թող այս բոլորը մեզ օգնի եւ այսօր եւ մյուս դասին թերևս ուսումնասիրենք վերջին մասը այս համարի, որ ասում է եւ երկրպագին երկինքն ու երկիրը ծովն ու ջրերի աղբյուրներին ստեղծողին։ Եվ այսօրվա հիշելու համարն է հայտնություն 4:11-ը։ Արժանի ես Տեր եւ Աստված մեր, որ ընդունես փառքը, պատիվը եւ զորությունը, որովհետեւ դու ամեն բան ստեղծեցիր ու քո կամքով եղան եւ ստեղծվեցին։ Մենք շատ բաներ մեր կյանքում ընդունում ենք որպես սովորական։ Ասենք երեխան կարա սովորական ընդունի իր ծնողի գոյությունը իր կյանքում։ Եվ մենք կարող ենք սովորական ընդունել բոլոր այն օրհնությունները, որ մենք ունենք Աստծուց։ Այս մեզ շրջապատող գեղեցիկ աշխարհը, արևը, լուսինը, երկինքը, մեզ պարգևող ամեն օր, որ ջուր ունենք խմելու, հաց ունենք ուտելու, չգիտեմ, ամեն անհրաժեշտը մեր կյանքի համար եւ դեռ ավելին։ Եվ մենք դա համարում ենք, որ դա այդպես է պիտի լինի, սովորական է մեր համար։ Եվ նույնիսկ մեր քնից արթնանալ ամեն առավոտ։ Բայց մենք պիտի հասկանանք, որ այս բոլորը կա շնորհիվ ստեղծիչ Աստծու։ Եվ ասում է, այստեղ հարց է տալիս, երբևէ խորել ենք եւ այս հարցը տվել ենք, ինչու ոչինչի փոխարեն կա ինչ-որ բան։ Այն էլ ոչ թե ինչ-որ բան, այլ այս մեր գեղեցիկ աշխարհը, այս ամեն ձևով հաշվարկված եւ ինչին որ նայում ես կատարյալ է։ Նույնիսկ այս մեղքի վիճակում, այս մեղսալի վիճակում։ Եվ արժանավոր հարց է ծագում, ինչի համար է Աստված ստեղծել, ինչի համար մենք գոյություն ունենք։ Ուրեմն երկինք բարձվելուց հետո Հիսուսը այցելեց կենդանի մնացած առաքյալներից վերջինին, ով էր նա, Հովհաննեսը, որին նույնպես ուզեցել էին, մնացածը սպանվել էին, Հովհաննեսն էլ ուզեցան սպանել, բայց չստացվեց։ Աստված միջամտեց եւ փրկեց նրան, որովհետեւ Աստված գիտեր, որ հետո իրան պիտի լուր տա, որ դարեր անց, դարեր շարունակ պիտի հասնի մեզ, վերջին սերունդի համար։ Եվ կայսր Դոմիցիանոսը տեսավ, որ իր կյանքը պաշտպանված է, մեծ չարությամբ, ատելությամբ նրան աքսորից, ով աքսորեց Պատմոս կղզին, որտեղ մյուս ուրիշ կրիմինալներ կային, հանցագործներ։ Հիմա կարդանք հայտնության առաջին գլխի 9-րդ համարը։
Ես Հովհաննես ձեր եղբայրը եւ Հիսուս Քրիստոսի նեղությանը ու արքայությանը եւ համբերությանը մեջ ընկերագիծը Պատմոս ըսված կղզին էի Աստծո խոսքին համար ու Հիսուս Քրիստոսին վկայության համար։ Եվ նաև կարդանք Գործ Կարաքելոս 14:22 Անոնք յուրաքանչյուր եկեղեցի երեսներ ցենատրեցին, ծոմավարկյոմ աղոտ կնելով, զանոնք հասնեցին Տերոջը, որոն հավատացել էին։ Okay, so երբ որ Հովհաննեսը այդ Պատմոս կղզում էր, ինքը միայնակ էր, ընտանիքից հեռու, ընկերներից, քրիստոնեական համայնքից, իր եկեղեցուց հեռու էր։ Բայց նրա ծառայությունը դեռ չէր ավարտվել։ Ամենամեծ ծառայությունը ինքը դեռ պիտի մատուցեր, որովհետև այնտեղ միգուցե ինքը քարայրում էր, մենք չգիտենք, ով երևաց նրա։ Աստված իր մոտ ուղարկեց հզոր հրեշտակի, որ վերջին լուրը ու նախազգուշացումը պիտի տար այս աշխարհի համար։ Եվ եթե ամփոփենք այդ լուրը, ամբողջ լուրը, որ տրվեց Հովհաննեսին, ամփոփենք այս բառերով՝ վախեցեք Աստծուց ու փառքտվեք նրան, որտեղ նրա դատաստանի ժամը եկել է, եւ երկրպագեք երկինքն ու երկիրը, ծովն ու ջրերի աղբյուրներն ստեղծողին։ Հայտնության գրքի առանցքային խնդիրը երկրպագության հարցն է, կենտրոնական հարցը։ Մենք արարվել ենք որպես երկրպագող էակներ, Աստված այդպես է մեզ ստեղծել։ Դրա համար մարդիկ չեն կարող առանց դրա ապրել։ Եթե իրանք Աստծո չեն երկրպագում, իրանք գտնում են որևիցե առարկա, որևիցե մարդ։ Չգիտեմ, ինչ ասես գտնում են, որպեսզի երկրպագեն։ Հեթանոսները երկրպագում են ստեղծվածի, փոխանակ երկրպագեն ստեղծիչի։ Էլ արևին են երկրպագում, լուսնի, ծառի կարան երկրպագեն, գետի, ջրի, չգիտեմ, ամեն ինչին բացի արարչից։ Սովորական ուրիշ մարդիկ էլ կանում են, սովորական մարդկանց են երկրպագում, չէ։ Այդ celebrity-ները, որ երգում են կամ թե դուրս են գալու կարմիր գորգի վրա, ինչ խելագարի պես գոռում են, խելագարի պես դա կոչվում է իբրև երկրպագություն։ Այսինքն սովորական մահկանացու մարդու համար աստվածացնում է այդ մարդուն։ Ինչքանով է կարևոր, թե մենք ում ենք երկրպագում, չէ։ Աստված ասում ստեղծել է մեզ որպես երկրպագող էակներ։ Էդի ուղիղ ազդում է մեր կյանքի վրա, չէ։ Ում որ երկրպագում ես, նրան էլ սկսում ես նմանվել։ Այսինքն մարդը սկսում է երկրպագել եւ նմանվել իրար նման մեղավոր արարածի։ Նույնիսկ այն մեղքերը, որ այդ մարդանումը ինձ էլ կգնա կգործի։ Բայց միակ ճշմարիտ երկրպագությունը պատկանում է ում արարչին, որտեղ ինքը մեզ արարել է եւ ոչ միայն արարել է, նաեւ փրկագնել է։ Եվ սա ինչ անում, բացահայտում է մեր կյանքի իսկական նպատակը։ Այն մեզ ապրելու պատճառ է տալիս։ Եվ լավ պատճառ։ Եվ պատճառ է տալիս, որի համար նույնիսկ կարելի է մահանալ, բայց ինչը ավելի կարևոր է, արժի ապրել։ Եվ եթե հարկ լինի, նույնիսկ փորձությունների դիմանալ, փորձությունների միջով անցնել, ոնց որ աշակերտներ անցան, ոնց որ շատ Աստծո երկրպագուներ անցան այս ամբողջ տարերում։ Գործ Կարաքելոս 14:22 ասում է, մենք բազում նեղությունների միջով պետք է մտնենք Աստծո արքայություն։ Մյուս դասերի մեջ մենք ուսումնասիրել ենք ինչի այս նեղությունները գալու մեր վրա, որպեսզի մեզ փոխի, որպեսզի մեզ պատրաստի երկնային արքայությունը ժառանգելու։ Կարդանք Հայտնություն 14:7 համարը, այդ նույն համարին է, որ կարդացինք, որ վախեցեք Աստծուց ու փառքտվեք նրան, որտեղ նրա դատաստանի ժամը եկել է, եւ երկրպագեք երկինքն ու երկիրը, ծովն ու ջրերի աղբյուրներին ստեղծողին։ Ինչը կոչ է անում այս վերջին մաս այս համարին։ Դատաստանի ժամը եկել է, ուրեմն երկրպագություն արեք Աստծուն։ Ինչ կապ ունի սա դրա հետ։ Այս կոչը շատ կարևոր է,
այսօր մանավանդ, երբ որ այդքան տարածված է անաստվածությունը, երբ որ էվոլյուցիան գրավել է մարդկանց մտքերը, որ կարծում են, թե կատարյալ գալակտիկան տիեզերքը ստեղծվել է ինքն իրան։ Կամ էլ մի ուրիշ քրիստոնյաներ կան, որ համաձայն են, որ Աստվածը ստեղծել, բայց ասում են միլիոնավոր տարիների ընթացքում էվոլյուցիայի միջոցով, չգիտեմ, այդ էվոլյուցիան ինչ է արել։ Հակառակը մտածողները ապացուցում են, որ մենք դեպի դեգրադացիա ենք գնացել, այլ ոչ թե դեպի բարելավում։ So, այսպիսով հայտնություն գրքի վերջին կոչն արմատացած է Աստվածաշի առաջին գրքի ծննդոճից, ինչի, որտեղ ասում է երկրպագեկում, այս ամեն ինչը ստեղծող է։ Ծննդոց մեկ ինչ ասում։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Եվ հետաքրքիր է, որ այդ ստեղծել բառը այստեղ օգտագործվում է եբրայերեն բարա բառը, որը օգտագործվում է միայն ու միայն բացառապես Աստված ենթակայի հետ։ Այսինքն Աստծո արարչագործությունը բոլորովին տարբեր է։ Եվ նաև հետաքրքիր ստեղ մի հատ բան կա, որ մենք գիտենք, որ Աստված խոսքով է, չէ՞ ստեղծել։ Այո։ Շատ բաները եւ բարա մեր հայերեն ինչ է նշանակում բար, խոսք, ասել։ So որպեսզի գոնե մի փոքր պատկերացնենք, թե որքան անսահման է Աստծո զորությունը, Մարկ Ֆիլիստեղ օրինակ է բերում, հրաշալի օրինակ։ Ասում է, եկեք դիտարկենք միայն արևը, մի հատ արևը։ Արևը մեկ վայրկյանում արտադրում է այնքան էներգիա, որքան ամբողջ մարդկությունը իր գոյության ընթացքում չի կարողացել արտադրել, ներառյալ կապ չունի գազի, նավթի, քարածխի կամ կրակի միջոցով։ Արևի դրամագիծը մոտավորապես 1.390.000 կիլոմետր է։ Եվ այն, գիտեք ինչ չափսի, այն կարող է պահել երկիր մոլորակի չափսի 1 միլիոն մոլորակ, այդքան մեծ է։ Բայց եսի էլ զարմանալի, ավելի շատ զարմանալի է, որ մեր գալակտիկան կոչվում է Ծիրկաթի։ Կան տարբեր գալակտիկաներ, որ Աստված ստեղծել է, բայց մեր գալակտիկան կոչվում է Ծիրկաթի, այս ամբողջ պլանետներով, մոլորակներով։ Եվ մեր Ծիրկաթինը միայն առնվազն ունի 100 միլիարդ աստղեր։ Եվ մենք միլիարդ 100 միլիարդ եւ արևը դրանցից մեկն է, մենք գիտենք, որ արևն էլ աստղ, այսինքն ամեն մի մոլորակ, որ վառվում է եւ այսինքն վառվում է, ինքը վառվող հելիում է, չէ՞, իրան կոչվում են աստղ, հենց այդ է, մոլորակ չի, աստղ է։ So, բայց հետաքրքիր ինչն է, որ այս աստղերից մի հատ աստղ կա, կոչվում է ատրճանակ։ Եվ այդ աստղը 10 միլիոն անգամ ավելի շատ էներգիա է արտադրում, քան արևը։ Եվ արևի չափսի 1 միլիոն աստղ կարող են հեշտությամբ տեղավորվել այս ատրճանակ կոչվող աստղի սֆերայում։ Ինչպես եւ ինչ ենք մենք առհասարակ մտածում աշխարհը։ Կարող է ասի մեր ուղեղի մեջ տեղավորվի։ Եվ Դավիթն էլ ասում է, չէ, ասում է, երբ որ նայում եմ քո ձեռքերի գործերին, ստեղծածին, երկնքին, աստղերին, լուսնին, ասում է, ով եմ ես, ով ենք մենք, որ մեր մասին հոգես տանում։ Ոնց որ մարդուն հելնի ասի, որ մարդուն դու ինչ ես անում, մեքենա ես քշում, տուն ես սարքում, մարդունը նույն մեկ եք ասում, Տեր Աստված ինչ ես անում։ Եվ զարմանալին է, որ այս ամբողջ կատարյալ, էլի ասում եմ, մանավանդ աստղագետները, բոլորը հավատացյալ մարդիկ են եղել, բոլորը, Նյուտոնից սկսած, այդ գիտնականները մեծամասն, մեր Վիկտոր Ամբարձումյանները, գաղտնի ինքը երկրպագել ասում, որտեղ հնարավոր չի այդ կատարելությունը տենալ, այսինքն այնքան մտածված ամեն ինչ ստեղծված, այնքան չափված, ձևավորված,
Մեր արևն է, եթե մի քիչ մոտիկ լներ, մենք կվարվենք, մի քիչ հեռու լինենք, կսառենք, այսինքն լրիվ ճիշտ ամենամեծ մաթեմատիկոսը, ֆիզիկոսը եւ այլն Աստված եւ հիմա ինչ որ գիտնականները վերցնում են, իրանք վերցնում են ուրից։ Այդ մեծ մաթեմատիկոսից ինչ որ իրանք բացահայտում են, հիմնված է իր արժեքության վրա։ Ինքնաթիռներ ինչի հիմա վրա սարքեցին։ Թռչուններին ուսումնասիրեցին եւ դրա հիման վրա սարքեցին ինքնաթիռ։ Այսինքն իրանք չեն կարող իրանցից մի բան անել։ Հիմքում անպայման Աստծո ստեղծագործությունը անկած։ Եվ այս արարչագործությունը մեզ համար բացահայտում է սարսափելի զորության ու անսահման ուժի Տեր Աստծուն։ Նրա ստեղծարար զորությունը երկնքին ու երկրին գոյություն պարգևեց, աշխատեց ու շարունակ աշխատում է իր ժողովրդի համար։ Նա է այն Աստվածը, ով դրեց այս աշխարհի հիմքը, ով մշտապես ներկա է այս աշխարհում եւ ով երբեք չի լքի ժողովրդին այս աշխարհում։ Այսինքն ինքը ոչ միայն ստեղծել է ու սենց թողել է, չէ։ Աստվածաշունչը ասում է, որ ինքը անընդհատ այդ կյանքը պարգևում է, անընդհատ ինքը ղեկավարում է այդ ամբողջ գործողությունները։ Եվ ինչից դրդված սիրուց, ինքը սիրով է այդ ամեն ինչը ստեղծել եւ սիրով պահպանում է։ Մենակ թե ուզում է, որ մենք խելքի գանք ու իրան երկրպագենք։ Եվ այս նույն արարչագործության հեղինակը, որ մենք կոչում ենք Աստված, ով գոյություն է տվել այս ամեն ինչին, այս հզոր երևույթներին, եւ երբ որ մտածում ենք, ինչքան սարսափազդու է իր զորությունը, բայց ինքը նաև մեր Աստվածն է, մեզ մոտիկ Աստվածը։ Ինքը ամեն ինչ արեց մեր համար։ Հրեա ազգի օրինակի վրա մենք տեսանք, ինքը ձեռքերի վրա էր կրում։ Եվ ծովը բացեց, որ անցնեն, ազատեց ուժեղ եգիպտացիների ձեռքից։ Ամեն ինչ արեց իրանց համար, Երիքովի պատերը փշրեց։ Եվ այս նույն Աստվածը այսօր պատրաստ է մեր համար անել այդ ամեն ինչը։ Մենակ թե մենք գնանք իր ուղով։ Կարդանք Բ Կորինթացիս 5:17 համարները։ Այսինքն 5:17 համարը։ Ուրեմն եթե մեկը Քրիստոսի մեջ է, անիկա նոր ստեղծված մնե, հիները անցան եւ ամեն բան նոր եղավ։ Այսինքն այսօր Աստված կերտում է նոր մարդ մեր մեջ։ Իր արարչագործությունը դեռ չի ավարտվել։ Ֆիզիկապես ինքը մեր ստեղծել է, բայց հիմա ինքը պիտի մեզ վերականգնի հոգեպես։ Մենք ոչ միայն ֆիզիկական էակ ենք, այլ նաև հոգեկան էակ ենք եւ Գործք առաքելոց 17:27 համարը, որ շատ հոյակապ համարը, 26 համարից կարդան, որ կարդ հասկանան, դժվար են դատում։ Բոլոր ազգերը մեկ այրուներ են, որպեսզի բոլոր երեսին վրա բնակին եւ որոշված ժամանակներ հաստատեց ու անոնց բնակության սահմաններ Աստված փնտրելու, որպեսզի խարխափելով զինք գտնե, թեպետ մեր ամեն մեկին հեռու չէ։ Այսինքն Աստված ինչի համար է մեզ ստեղծել եւ դրել ամեն մեկին իր երկրում, որպեսզի մենք փնտրենք Աստծուն։ Սա է նպատակը։ Մեզ երկրորդ հնարավորությունն է տալի, որպեսզի մենք կարողանանք այն մարդկանց թվում լինենք, ովքեր մտնելու են երկնքի արքայություն։ Եվ ինչ է ասում է ինքը մեզ մոտ է։ Այսինքն այս հզոր Աստված, որ շատերը ներկայացնում են, այո, ինքը մեզնից հեռու է բնակվում, մեղքի ինքը չի կարող տանել, այսինքն տրանսցենդենտ է, բայց ինքը նաև իմանենտ է, այսինքն մեր հետ է բնակվում, մեր մեջ է բնակվում Սուրբ Հոգով, մեզ մոտիկ է, ոնց որ Պողոս Առաքյալն է գրել Գործք առաքելոց գրքում։ Եվ ինչի, որովհետև էլի Աստված սեր է։ Ինքը այս ամեն ինչը ստեղծել է ոչ թե մեր մոտ գլուխը գովալու համար, այլ մեր սիրո համար է ստեղծել, որպեսզի մեզ կատարյալ աշխարհի մեջ բնակացնի եւ մեզ երջանկացնի։ Եվ
Եսայի 57:15-ում ասում է, թեև Տերը ապրում է բարձունքում եւ սուրբ տեղում, բայց նա նաեւ դեկված եւ խոնար հոգի ունեցող մարդու հետ, այսինքն կոտրված, շրված սիրտ ունեցող է։ Եվ Հիսուս ինքը ինչ ասեց իր հավատարիմ հետևորդների մասին. Ես նրանց մեջ եւ դու իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ, որպեսզի աշխարհն իմանա, որ դու ինձ ուղարկեցիր ու նրանց սիրեցիր այնպես ինչպես ինձ սիրեցիր։ Հովհաննես 10:23-ի մեջ ասա գրած։ Սրանից ավելի մտերիմ ու սերտ կապ հնարավոր չի պատկերացնել։ Մեր Աստծո մասին հիանալի լուրը այն է, որ նրա մեծությունը ու զորությունը այնքան մեծ է, որ տարածվում է ողջ տիեզերքում եւ նաեւ ներթափանցում է յուրաքանչյուրիս կյանքի մեջ։ Եվ ինչ է նա խոստացել մեզ, եւ մինչեւ մեր խոստանում է, որ մեզ կվերափոխի, նոր ձևով կկերտի, կբարեփոխի եւ կսարքի իր պատկերի նման։ Եվ մտածեք սրա մասին, այսինքն այդ հզոր Աստվածը, որ ստեղծել է այս միլիարդավոր գալակտիկաները եւ պահում այրազորությամբ, ինքը ուզում է, որ մենք իրան նմանվենք։ Ինքը գործում է մեր մեջ։ Եվ երբ դատաստանի ժամանակ կանգնենք Հիսուսի արարչի առաջ, միայն այս ավետիս այս բարի լուրն է, որ կարող է մեզ հույս տալ, որտեղ Հռոմեացիներ 8:1-ում ինչ է գրած, ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, որ Հիսուս Քրիստոսում են, որ մեղանչական մարմնի համաձայն չեն ընթանում, այլ հոգու համաձայն։ Այսինքն մենք ոչ միայն ֆիզիկական էակ ենք, այլ նաև հոգևոր էակ ենք։ Աստծո որպես արարչի մասին լուրը շատ կարևոր է մանավանդ ներկա ճշմարտության համար, ինչու սկզբում ասացինք, որտեղ էվոլյուցիան գրավել է մարդկությունը, անաստվածությունը, այլապես ասենց ասենք, եւ կարդանք Եփեսացիներ 3:9 համարը, Եվ ամենքը ուսավորելու, որպեսզի գիտնան, թե ինչ է այն խորհրդին դնորենությունը, որ հավիտյանս ծածկված էր Աստծոքով, որ ամեն բան ստեղծեց, կամ Հիսուս Քրիստոսով ստեղծեց։ Եթե ուսավորելու։ Այո։ Մինչև այդ ասма Հեթանոսերին մեջ Քրիստոսին անքննելի ճոխությունը քարտել, այսինքն իր մասին է ասում։ Եվ կարդանք նաև Պողոսացիներ կամ ավելավահայտնություն 4:11-ը, որ մեր հիշելու համարն է, որ ասում է արժանի Տեր եւ Աստված մեր, որ ընդունես փառքը, պատիվը եւ զորությունը, որովհետեւ դու ամեն բան ստեղծեցիր եւ քո կամքով եւ ստեղծվեցի։ Ուրեմն Աստված ոչ միայն մեր արարիչն է, այլ նաեւ մեր փրկագնողն է, մեր փրկիչն է։ Եվ ինքը գալիս է մեզ փրկելու ինչից, մեղքից, մահից, տառապանքից ու բռնությունից։ Եվ այս առումով բոլորովին հակառակ է էվոլյուցիային, այսինքն էվոլյուցիան ինչ է ասում։ Հասունին էվոլյուցիայի տեսությունը ասում է, որ մեղքը, մահը, տառապանքը, բռնությունը սովորական բաներ են, այսինքն իրանք միշտ կան եւ կլինեն, բայց Հիսուսը ասում է ոչ, ես վերջ եմ տալու սրա։ Եվ այս էվոլյուցիան շատ վտանգավոր սուտ է եւ շատ մարդկանց կործանման միջոց է դարձել։ Եվ ինչպես գիտենք, նաեւ այս էվոլյուցիայի տեսությունը ծավալում է նաեւ խաչի վրա Հիսուսի մահվան գաղափարը։ Որովհետեւ Հիսուսի խաչելությունը կապված է Ադամի հետ, Ադամի մեղքի հետ, բայց էվոլյուցիայի տեսության մեջ չկա, որ անմեղ Ադամը եղել,
եւ հետո մեղք է եղել եւ այս մեղքի պատճառով մահը մտել է։ Եվ այսինքն էվոլյուցիան նորմալ երևույթ է համարում մահը, որ մահը լինում է, հետո էս է լինում, հետո ծնունդ է լինում, հետո այսինքն էվոլյուցիան սա համարում է նորմալ երևույթ, բայց Աստված ասում է ոչ, էսի նորմալ չէ, էսի աննորմալ է, նորմալ այն էր, որ ես ստեղծել եմ եւ էլի պիտի բերը ստեղծել եմ։ Հիմա մեր ընտրությունն է, թե մենք ում ենք ընտրում։ Ընտրում ենք, որ մենք կապիտից ենք առաջացել, թե ընտրում ենք, որ մենք Աստծո կերպարով գիտեք, մարդ կա, որ չի բերանով ասում, որ հայ էվոլյուցիա կապիտից եմ, կարծես թե ասում հավատում են, բայց ցավոք այնց ճամփա են բռնում, որ իրանց իջացնում են մինչև անասունների մակարդակը, կենդանիների մակարդակը։ Դարվինի ապուշություններից էր։ Էնգելսն ավելացրեց, ասեց աշխատանք կապիտին մարդ դարձեց։ Այ հիմար։ Դες բոլոր կապիտներ մարդ դառնային, ասենք։ Այդ կապիտ չէր բոլոր մարդ։ Իհարկե, կամ էլ հակառակ գործընթացը ներով որ չի աշխատում կապիտը դառնում, չնայած իրոք եթե հոգևոր տեսակետից վերցնես, մարդը երբ որ չի աշխատում ինքը սկսում է դեգրադացիա ապրել։ Այսինքն երբ որ ինքը Աստված իրան տվել է ուղեղը, մարմինը, որ ինքը գործի դնի, աշխատացնի եւ իր գործունեությամբ փառաբան է ասում, բայց ինքը ընտրում է պարապությունը եւ այդ պարապության միջոցով դեգրադացիայի ենթարկվում։ Եվ նաեւ ուրիշ մարդիկ էլ զբաղված են ոչ թե Աստծո երկրպագելով, կարող է Աստծո անունը իրանց վերանում, բայց իրանց ընտրությունների իրենց կյանքի մեջ հավասարացնում են իրանց կենթանական մակարդակի, ինչի, որտեղ կենթանիներն են մենակ մտածում ուտելու եւ մյուս իրանց մարմնական կարիքների մասին, չէ՞։ Սո մարդիկ բերում են իրանց կյանքը հավասարացնում են մենակ մարմնական կարիքների հետ։ Եվ նույնիսկ կարծեմ, թե մի հատ մեծ հոգեբան էր եղել, որ ասել էր, անունը չեմ հիշում, որ ասել էր, որ մարդն էլ մի հատ կենդանի է, այսինքն մարդուն ոնց որ բերում հավասարացնում են, ոչ մարդը նաև հոգևոր էակ է, բացի մարմնից մարդը հոգևոր էակ է։ Եվ հենց այդ է տարբերությունը անում, Աստված մեզ ստեղծել է որպես հոգևոր էակ իր կերպարի համեմատ, իր կերպարի պես։ Եվ այս Աստծուն երկրպագելու առաջին հրեշտակի լուրը գալիս է խաչից հետո, երբ հետևող տիեզերքին ու Քրիստոսի հետևողներին հայտնի դարձավ, որ այն մեկը, ով երկինքը, երկիրը, ծով ու ջրերի աղբյուրներն ստեղծեց, այն նույն մեկն է, ով թեև լինելով Աստված, Փիլիպպիսիներ 2:7-8 ինչ ասում, ինքն իրեն ունայնացրեց, ծառայի կերպար անկառնելով, մարդկանց նման լինելով, ու կերպարանքով մարդու պես հայտնվելով, ինքն իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ խաչի մահ։ Շատ դժվար հասկացվող բան է, չէ՞։ Աստված լինես, մի ուրիշ անգամ էլ օրինակ են գերում, որ մարդ լինես եւ դառնաս մրջում, որպեսզի մրջումներին փրկես։ Այն էլ մեղավոր վիճակի մարդկանց, այսինքն ոնց որ թագավոր լինես, թողնես այդ ամեն ինչը, որպեսզի փրկություն պարգևես նրանք, ովքեր ծայրահեղ աղքատության մեջ են ապրում, հիվանդություն են։ Գիտեք, մի հատ բժիշկ կա եղել իտալացի, ես իրան հիշեցի նոր, որ ինքը կարա ինքը շատ լավ բժիշկ էր եւ շատ լավ մասնագետ էր եւ շատ մեծ պաշտոններ էին իրան առաջարկում, բայց ինքը մինչև վերջ մնաց բժիշկ, հրաժարվեց այդ պաշտոններից եւ ամբողջ իր ունեցվածքը նվիրում էր աղքատներին, իրանց դրի ընդունում էր, բժշկում էր։ Իր կյանքը օր ու գիշեր էս մարդը բժշկում էր մարդկանց։ Եվ վերջը շատ կարճ ապրեց, 40 անց մահացավ, որովհետև օր ու գիշեր ինքը զբաղված էր այս մարդկանց փրկությամբ։ Գնում էր այդ ամենածայրահեղ աղքատների մոտ եւ օգնում էր իրանց, որտեղ վտանգ կար դգում։ Այսինքն վարակիչ հիվանդություններ եք, չէ՞, խոլերա, ինքը հիվանդանոցում անընդհատ, հիվանդանոցում ինքը, այսինքն իր ամբողջ կյանքը եւ նվիրեց այս ծանր վիճակում մարդկանց ծառայելու համար։ Այս մարդիկ մի փոքր լույս են մեզ տալի, թե Հիսուսը ինչքան մեզ սիրեց։ Մի փոքր պատկեր են տալի։ Եվ
Ինչ զարմանալի տեսարան էր հատկապես այս Հիսուսի խաչելությունը, այս իր կյանքը լի է զոհողություններով ու նսեմացումով, նրանց համար, ովքեր չընկած գալակտիկաներ են ապրում, իրանք զարմանքով էին նայում դրան։ Եվ իրանք դրա երբ որ տեսան, թե ոնց իրանց Աստված նսեմացավ այդքան, իրանք սկսեցին ավելի շատ երկրպագել ու փառաբանել Աստծուն։ Ուրեմն այս չընկած արարածները, որ իրանց համար չի մահացել Հիսուսը, եթե իրանք այս պատճառով երկրպագում են Աստծուն ու փառաբանում իրան, ինչքան ավելի մենք պիտի երկրպագենք ու փառաբանենք Աստծուն, որտեղ ինքը մեզ է փրկագնել, մեր համար մահացել։ Եվ վերջում կարդանք մի երկու հատվածներ։ Աստծո երկրպագությունը կարևորագույն դեր է զբաղեցնում Սուրբ Գրքում եւ միշտ կռվախնձոր է եղել մարդկանց ու Աստծո ժողովրդի միջեւ։ Ողջ 5 կտակարանի ընթացքում մարգարեները հանդիմանել են Աստծո ժողովրդին այլ աստվածներ երկրպագելու կամ Տիրոջը հեթանոսական կրոնական աշխարհում ընդունված ծեսերի միջոցով երկրպագելու համար։ Այսինքն նորից ամբողջ խնդրեմը գալիս է դրան, թե ում ենք մենք երկրպագում եւ ինչպես ենք երկրպագում։ Որտեղ շատ մարդիկ ասում են, որ մենք ճշմարիտ Աստծուն ենք երկրպագում, բայց իրանց երկրպագության ձևը բոլորովին սխալ է։ Աստծուն կամ կուրքերին երկրպագելու միջև արկա հակամարտությունը տիեզերական հակամարտության կորիզն է եւ ուղեկցում է Աստծո օրենք անհամարելով։ Եվ ինչից է դա ամեն ինչ ծագեց, սատանան ինչի ըմբոստություն բարձրացեց, ինչ այլ բառերով ասած ինքը ինչ էր ասում, մի երկրպագեք Աստծուն, ինձ երկրպագեք։ Ամբողջ կռվը այդ էր, ինքը նախանձում էր այդ երկրպագությանը, որ Աստված էր սամ, եւ ինքը ստեղծված արարված ուզում էր այդ երկրպագությունը ունենալ։ Եվ վերջում կարդանք տիեզերական կոնֆլիկտի եզրափակումը 3 հրեշտակների լույի դերը գրքից, H42, որ գրել է Անխել Մանուել Ռոդրիգեսը, երկրպագությունն առնչվում է մարդու գոյության ամենահիմնական տեսանկյունին, քանի որ այն կապված է նրա հետ, թե ինչ պետք է անեն մարդիկ, որպես կենդանի արարածներ, երբ բախվում են արարչի ներկայությանը։ Ինչ պիտի մենք անենք, մենք պիտի երկրպագենք Աստծուն։ Միայն կենդանի մարդիկ կարող են երկրպագել Տիրոջը, մահացածները չեն կարող փառաբանել եւ երկրպագել նրան։ Նա ով արարել է մեզ, հրավիրում է մեզ հանձնել մեր կյանքը երկրպագության ժամանակ, որպեսզի հետ ստանանք այդ իրենից հարստացած, պատրաստ օգտագործելու իշահ ուրիշների։ Ստեղ բերենք այն օրինակը, ոնց որ մեր արյան հոսքն է, չէ՞։ Երակների մի ձևով թթվածնից զրտված արյունը գնում է դեպի թոքերը ինչի համար, որպեսի թթվածին ստանա եւ այդ թթվածնով արյունը բերի մատակարարի օրգաններին մեր, որպեսի մեր օրգանները գործեն։ Նույնը այստեղ է, մենք պիտի մեր հոգեվոր կյանքը հանձնենք Աստծուն, որպեսի ինքը նորացնի, որպեսի հոգեվոր թթվածնով լցնի մեր կյանքը։ Եվ մեր կյանքը հարստացնի, որպեսզի մենք կարողանանք օրհնություն լինել ուրիշների համար։ Երկրպագությունը կապված է մեր գոյության բուն էության եւ նպատակի հետ, եւ մեր անձից դուրս կենտրոն ունենալու անհրաժեշտությունը մեզ ազատում է եսասիրությունից։ Չերկարպագել Աստծո նշանակում է կորցնել մեր գոյության իմաստը։ Դա նշանակում է ապրել ապա կողմնորոշված վիճակում եւ հետեւաբար մահանալ, գնալով դեպի լիակատար ոչնչացում, քանի որ մենք հեռացած ենք կյանքի աղբյուրից։ Այսինքն, երբ որ մենք սում ենք հոգեպես մահանալ, արդեն թեև դեռ կենդանի ենք, եւ մյուս դասում ավելի մանրամասը ուսումնասիրենք, թե ինչ է նշանակում երկրպագել այս մեր ամեն ինչը ստեղծած Աստծուն։ Փառք Աստծո այս դասերի համար, թող Աստված մեզ օգնի, որ մենք նաեւ կատարող լինենք։ Ամեն։